Ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, եւ ոչ էլ ուղարկվածը ավելի մեծ, եւ ոչ ուղարկվածը ավելի մեծ։ Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք, ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետև ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպեսզի կատարվի գրվածը, թե ով ինձ հետ հաց է ուտում, իմ դեմ դարձավ։ Հենց այժմանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպեսզի երբ որ լինի, հավատալ, որ ես եմ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես ուղարկել եմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց։ Երբ Հիսուս այս բաներն ասաց, խռովեց իր հոգում, վկայեց ու ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ,
որ ձեզից մեկն ինձ մատնելու է։ Աշակերտներն իրար էին նայում տարապուսելով, թե ում մասին է ասում, և աշակերտներից մեկը, որին Հիսուս սիրում էր, նստել է նրա մոտ, Սիմոն Պետրոսը սրան ակնար տարեց հարցներով, թե այդ ում մասին ես ասում, և սա Հիսուսի կրծքով նկավ ու ասաց նրան, Տեր, ով է։ Հիսուս պատասխանեց և ասաց, նա է, որի համար ես այս պատառը կթաթախեմ, և տան իրեն, և թաթախելով պատառը տալիս է Իսկարիոտացի Հուդային։ Եվ երբ նա պատառն առավ, սատանան մտավ նրա մեջ։ Հիսուս նրան ասաց. Հիմա ինչ որ անելու ես, իսկույն արա, և սեղանակիցներից ոչ ոք չիմացավ, թե նա ինչի համար այդ նրան ասաց, որովհետև ոմանք կարծում են, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում։ Հիսուս նրան ասաց. գնիր ինչ որ մեզ մոտ տոնի ժամանակ պետք է, և կամ որ մի բան տա աղքատներին, իսկ նա պատառը վերցնելով իսկույն դուրս ելավ և հիշեր։ Ինչու այժմ չեմ կարող հետևից գալ, այժմավանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ։ Հիսուս պատասխանեց, ինձ համար կյանքը կտաս, ճշմարիտ եմ ասում քեզ, ակաղա դեռ չկանչաս, դու 3 անգամ ինձ ուրացած կլինես։ Թող ձեր սրտերը չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք և ինձ, իմ հոր տան մեջ բազում հոգեբաններ կան, թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու, և եթե գնամ և ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ գամ և ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք եկս այնտեղ լինեք։ Եթե ուր եք գնում, այդ գիտեք և ճանապարհ։ Եվ խնդրեին քահանապետքն և դպիր, թե որպես սպանություն նա, բայց եկնչեին իր ժողովրդենը ամթի, ապայեմուն սատանայի հոդա, կոչեցյալ Իսկարիոտացի, որ էր իր թվով 2-10-ին, շոգատ և բանասն քահանապետն և ընդդպիրս և իշխան ժողովրդյանն զիմատնես է զնանոցա և խնդացին Ոստացան տալ նմա արծատ և անգներ և խնդրել պարատ մտանեն մատնել զնա նոցան եկուսի ամբոքին եկն օր բարամջակերացն որում օրեն էր զենուր պասեկն և առակյատ Պետրոս հովանես և ասե երդայք պատրաստեցեք ըզ մեզ պասեկն զիկերիցուր և նոգասեն ուր կամիսի պատրաստեցուկ և ասեցնոցա այ թև մտանիցեկի քաղաքն պատասի ձեզ այրմին բարձյալ սապորջրով երդի չի կսետ նուրայի տան որ մտանիցեն և ասաչիկ ստանտերն տանն վարդապետ ասեքետ ուր են բանքնին որում պասեկն կիցին աշակերտը կսանդերց և նա սուսեց ձեզ վերնատուն մի մեծ զարդալյալ և պատրաստեցեք և գնացյալ գտին, որպես ասած նոցայը պատրաստեցին պասեկն և դեպ ժամերը պատմեցավ 2-10 առաքյալքն նմա և ասեց նոցա ցանկանալով ցանկացի ձայս պասեք ուտելն ձեզ մինչև չարչարյալից եմ, բայց ասեմ ձեզ, թե ոչ ևս կիրայց սման է մինչև լծի ակայքունն ասուզով և ընկալյալ բաժակված անևաս է արեք զայց և բաժանիցեք իզես Ագյասիսի դաշնամյացի
Երկյուղացությամբ լվարող Սրբավեն արագիս Իսուսի Քրիստոսի որս Մարկոսի անկեցել ասվածներ ռոսում է ասիասվան Ասն մատության կյարըմերո Եսուսի Քրիստոսի Եվ Իսուս նրանց ասաց, այս գիշեր ամենքը գայթակղվելու եք իմ պատճառով, որովհետև գրված է. Պիտի հարվածեմ հովին և ոչխարները պիտի ծրվեն։ Բայց իմ հարությունից հետո ձեզնից առաջ Գալիլեա պիտի գնամ։ Պետրոսը պատասխանեց և ասաց նրան. Թեկուզ բոլորն էլ գայթակղվեն, բայց ես չեմ գայթակղվի։ Եվ Իսուս նրան ասաց, ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ դեռ աղավաղը չկանչած 3 անգամ պիտի ուրանաս։ Իսկ Պետրոսն առավել ևս պնդում էր ու ասում, թե քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, ես քեզ չեմ ուրանա։ Եվ ամենքն էլ նույնն էին ասում։ Եկան այն գյուղը, որ Գեթսեմանի էր կոչվում, և նա աշակերտներին ասաց, նստեցեք այստեղ, մինչև ես աղոթեմ։ Եվ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, և սկսեց տխրել ու հոգու ու օհոք սանել, այն ժամանակ նրանց ասաց, տխուր է հոգիս մեռնելու աստիճան, մնացեք այստեղ և արթուն կացեք։ Եվ փոքր ինչ առաջ գնալով երեսի վրա կապ գետնին և աղոթում էր, որ եթե կարելի է այդ ժամը իրենից հեռանա և ասում էր. Աբա Հայր, ամեն ինչ քեզ հնարավոր է, այս բաժակ ինձանից հեռացու, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում։ Եվ Իսուս եկավ ու նրանց քնած գտավ։ Եվ Պետրոսին ասաց. Սիմոն, ննջում ես, չկարողացար 1 ժամ արթուն մնալ։ Արթուն կացեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը նկար։ Եվ նորից գնաց աղոթքի կանգնեց ու նույն բաներն ասաց։ Կրկին անգամ դարձավ այնտեղ և նրանց մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին և չէին իմանում, թե ինչ պատասխան տան նրան։ Երրորդ անգամ եկավ և նրանց ասաց. ննջեցեք այսուհետև և հանգստացեք, քանի որ վախճանը հասել է։ Եկավ ժամը և ահա մարդու որդին պատմվում է մեղավորների ձեռքը, վեր կացեք գնանք, որովհետև ահա մոտեցավ նա, ով ինձ մատնելու է։ Եվ մինչ նա դեռ խոսում էր այս, եկավ Հյուդայ Իսկարիոտացին 12-ից մեկը և իր հետ սուսերներով մահանջելով սիրված ամբող եկած քահանայապետների դպիների ու ծերերի կողմից։ Մատնիչը նրանց նշան էր տվել ասելով. ում հետ ես համբուրվեմ, նա է, բռնեցեք նրան և տարեք զգուշությամբ։ Եվ մոտենալով նրան իսկույն ասաց. Ռաբբի, Ռաբբի, և համբուրեց նրան։ Եվ նրանք ձեռ դրին նրա վրա ու բռնեցին նրան։ Ապա նրա շուրջը գտնվողներից մեկը սուրը քաշեց և զարկեց քահանայապետի ծառային և նրա ականջը կտրեց։ Իսուս դարձավ և ասաց նրանց. Սուսերներով և մահանջներով դուրս եք եկել ինձ բռնելու որպես ավազակի, ես միշտ ձեզ մոտ էի և ուսուցանում էի տաճարում և ինձ չբռնեցիք, բայց այս եղավ, որպեսզի մարգարեների գրվածքները կատարվեն։ Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան և թաթան և մի երիտասարդ գնում էր նրա հետևից իր մեծ մարմնի վրա մի սավան գցած։ Երիտասարդները նրան բռնեցին և նա թողնելով հագի կտորը մեծ փախավ մնացից։ Եվ Հիսուսին տարան Կայափա քահանայապետի մոտ և նրա հետ հավաքված էին բոլոր քահանայապետները, դպիրներն ու ծերերը։ Իսկ Պետրոսը հեռվից նրա հետևից գնաց մինչև ներս քահանայապետի գավիթը և նստած էր սպասավորների մոտ ու տաքանում էր կրակի փոսի առջև։ Իսկ քահանայապետներն ու ամբողջ Ասիանը մի որևէ վկայություն էին փնտրում Հիսուսի դեմ, որպեսզի նրա մասին շատեր սուտ վկայություն տային, բայց վկայությունները իրար նման չէին։ Ոմանք վեր ելնելով սուտ էին վկայում նրա մասին ու ասում. մենք լսեցինք դրանից, երբ ասում էր, ես կքանդեմ այս ձեռագեր տաճարը և 3 օր կշինեմ մեկ ուրիշը անձեռագեր։ Բայց եւ այնպես նրանց վկայությունները նույնանման չէին։ Ապա քահանայապետը կանգնելով մեջտեղում Հիսուսին հարցրեց. ոչինչ չես պատասխանում, այն ինչեր են վկայում նրանք քո դեմ։ Եվ նա միայն լուր էր դնում և պատասխան չէր տալիս։ Քահանայապետը կրկին անգամ
հարցրեց նրան ու ասաց. Դու ես Քրիստոսը, որ միալ Աստծո որդին։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. Դու ասացիր, թե ես եմ, բայց պիտի տեսնեք մարդու որդուն զորության աշխողում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած։ Եվ քահանայապետը իսկույն պատրեց իր պատմուճան ու ասաց. «Էլ ինչ պետք է մեզ վկանել։ Ահա ամենքը դրա բերանից լսեցիք հայրենությունը։ Ձեզ ինչպես է թվում»։ Եվ ամենքը դատապարտեցին նրան, թե մահապարտ է։ Եվ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել եւ ասել. «Մարգարեացիր մեզ Քրիստոսը, այն ով է, որ քեզ խփեց», եւ սպասավորները ապտակներ էին տալիս նրան։ Եվ ինչ Պետրոսը դեռ ներքևում գաղթում էր, քահանայապետի մի աղախինը եկավ եւ տեսավ նրան տաքանալիս։ Նայեց նրան ու ասաց. «Դու ես Հիսուս Նազովրեցու հետը»։ Նա ուրացավ եւ ասաց. «Չեմ ճանաչում եւ չգիտեմ ինչ ես ասում»։ Եվ երբ նա դրսի գավիթը ելավ, աղաղակը կանչեց։ Աղախինը նորից տեսավ նրան ու ասաց ու սկսեց իր շուրջը գտնվողներին ասել. «Սա է նրանցից»։ Եվ Պետրոսը դարձյալ ուրացավ, փոքր ինչ հետո նորից նրանք, որ շուրջանակի կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրոք դու ես նրանցից ես, քանի որ Գալիլեացի ես, եւ քո խոսվածքն էլ մատնում է քեզ»։ Եվ նա սկսեց ինքն իրեն նզովել, երդվել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդը, որի մասին դուք խոսում եք»։ Եվ հենց նույն ժամին աղաղակը երկրորդ անգամ կաչեց, եւ Պետրոսը հիշեց այն խոսքը, որ Հիսուս ասել է իրեն, թե աղաղակը դեռ 2 անգամ չկանչած ու 3 անգամ ինձ կգրանաս, եւ սկսեց լալ։ Եվ Երուսաղեմյանս դեաճեն սոգն կարգեց օրեգոնյա,
աշակերտոքն հանդես, և ուդայի արյալն դյուրցգունդն, և ի քահանայապետից նիվի պարիսեցոց սպասավորս, գանդը ճահիրոք և լապտերոք և սիրոք, իսկ Հիսուսի պրև ենեց այն ամենայն, եկյալ իբերան օրամ, և ասեց նոսա, զող ընտրեք, պատասխանի ետուր նմա Հիսուս նազովրեցի, ասեց նոսա Հիսուս, ես եմ, կայրըտ նոսա և ուդա, որ մատներ զնան, իբրև ասաս, թե ես եմ, հետս չոքան և զարկանս գետնիմ, դարձյալի հաց նոսա, զող ընտրեք, և նոքասես Հիսուս նազովրեցի, պատասխանի ետնոցա Հիսուս և ասացի տես, թե ես եմ, ատ եթե հիս խնդրեք, թույլ տուք դոքա և տար, զիլը ծի բանը զոր ասաց, թե զորս եդուրն հիս, ոչ կորուսին օծանե և ոչ զոք, իք Սիմոն Պետրոս կանզի ուներ սուտ, ձկյացս նա և իհարս կանապետից ընծարամ, և ի բաց եդուրը զոն կնորազ աչում, և իրանում ծարային մահքոս, ասե Հիսուս Պետրոս, արկ սուրըն ադեն, և ի պատյան սյուտ, բաժակը զոր ես, ինձ այ ոչ ըպիցեմ զնամ, Իսուտ գուտը նազարապետ ես սպասավոր կրեից կալանց Իսուս և կապեցի, և անցից նա նախարաննա, որ էրաներ կայապիամ, որ կահանայապետն է տարբույն այն ուրի, այս նույն կայապա է, որ խրատն է թրից, թե լավ և արմիում էրանել ի վերաժողովրդյան, և երդայնս էտ Հիսուս Սիմոն Պետրոս և մյուս աշակերտն, և աշակերտն այնքանցի ծանոթ էր քահանայապետին, և եմուտըտ Հիսուսի գավին քահանայապետին, և Պետրոս կայրարս բանն արտակում, և մյուս աշակերտը, որ են ծանոթ քահանայապետին, և ասաց ստրնաբան, և եմույցին երկս Պետրոս, ասի աղջիկն, որ ստրնաբանն էր Պետրոս, միթե և դու աշակերտած, արն այն ուրիքից ես, և նա ասե ոչ եմ, կայնան ծարայք և սպասավոր, խարույկ արկյան կանզիցուտ էր, և ջերնույի, կայրըտ նոսա և Պետրոս և ջերնույ, և քահանայապետն իհարց Իսուս վասն աշակերտացն և վասն վարդապետության նորան, պատասխանի հետ նմա Իսուս, ես այդքապես խոսեցա աշխարի, ես ամենայն ժամ ուսուցի ժողովրդյանը, և ի տաճարի անը, ուր ամենայն հրյակ ժողովյալին, և ի ծածուկ իչ ոչ խոսեցան, զիացանես զիս, հարցայնոսի կոլվան, եթե զիչ խոսեցայց ընդոսավ, ավանիկ նոքագինեն ինչ ասացի ես, իպրև նազայն ասաց, մի որմնի, ազատավորացնատ կար, իած ապտակ Հիսուսի և ասեն, այդպես պատասխանի տաս քահանայապետի, և Հիսուս ասեց նա, եթե ճարիչ խոսեցա, վրկայավ վասն ճարի, իս եթե բարի, ընդեր հարկանեզիս, և առակյաց նանակապյալ արկայապա քահանայապետ, և Սիմոն Պետրոս կայանդր և ջերնույ, ասենց նա, միթե և դու աշակերտած անդինորայից ես, նա ուրացավ և ասե թե չեմ, և ասե մի որմնի ծառայից քահանայապետին, ազգական այն օրիկ, զորոz զում կնի հատ Պետրոս, ոչ ես իսկատեսի ըսկես ի պարտիզի ակ նմամ,
դարձյալ ուրացավ Պետրոս և ավակի խոսեցավ։ Աղորդ ամպեստունը զնելով դեր աճի։ Դեր որմյա, աղորդ ամպեստունը Աղորդ ամպեստունը զնելով դեր աճի։ Ողքոցն հանգուցելով Քրիստոս Աստված, արահագիստ և ողորմություն, և մեզ մեղավորած շնորհյաց կապություն և զորություն անցանած։ Եվ ևս խաղաղության դերավաչեսու, բաժնամբությոլոք փոցնավաչեսու կսպրկիչն մեր Քրիստոս, զիզնոցան դասն դասեսե ևս մեզ կեցուց է շնորհի ողորմության իրով, ամենակալ Տեր Աստված մեր կեցե ողորմյա։ Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Քրիստոս որդի Աստծո, անուխակալ և բարեգույն, գտակ ու արարչական սիրո ջոհից, ամորեն դեծելով ծածկիսա, այոց և սարավեր, իշա, բոլոր հանգուցելոց, հավատացելոց մեր, որ Աստու Մարյալ է, ընթովանյալ սուպ և պատվական խաչիրս ոյետ աղոջան։ Ըրկյա ասատյա երևելի և ադևի շնամույն, ածանավորյատուրության պարարորս կեզը տորյատուրս, այս են Ով
Երեցիք կամքո, որպես երկինս ձևերդի, զած մեր հանապազոր, դուր մեզ այսօր, երբող մեզ պարտից մեր, որպես և մենք թողում մերոց պարտաբանած, և մի տանից մեր զիքորդություն, այն հրկյաս մեր իշխարել, զիքոյակայություն, և զորություն և պար, հավիկյան սավիդերից, ամեն։ Շրծակ առավոտուց, գոլմությամբ կող ծնծածակ և ուրախ իրակ, զամենայն ամուրս կենաց մերոց։ Ուրախ եղան փոխանարակավոր ծնորս կոնաներս մեզ, և ամար ծնորս տեսակս չաչարան, հայար տերից արայշվերի գործս վերասկոտ, և արաշոքյա վարդոստոցա և զիտոս կյանատուց վերիրաներ, զգործս զրասվիրոց ուղիղարեի մեզ մետ, և զգործս զրասվիրոց աջույան մեզ։ Հարգոր և որդոր և որդոր Այժմ երկիր և ավետյանս ավետերից ամեն և սխաղությանս դրաչ եսով կնկատի ձևոնյա Որդություն և հարգոր և որդոր և որդոր Այժմ և իշև ավետյանս ավետերից ամեն Գոբյալ և դիասպած հարցը միրոց, գոբյալ և հարավորյալ անպավիդյան Որդեցեք ամենայն արարած, զարանիշն արարած, ստերը դերած, կատավորն ակավոր, դասված նասոտով Որդեցեք, գողեցեք, բարևանեցեք, զիքաց ես և ավետյան է դոր միտին նորա Գոբյալ ես դիասպած հարցը միրոց գոբյալ Հարավորյալ անպավիդյան Իչեդեկից անասկիս մորքին Իովեղեք կլութեն մարկան Հշաչարանս հանցնամեք Որտեն կսկես մորեգին Հարաշան զամենայն ավիդյան Այժմ և միշտ և ավետյան դավիթերից, ամեն։ Oh
Amen.
Այսօր առողջության լույսը մարում է, երբ Արարիչը ներվում է իր իսկ ստեղծած աշխարհում եւ իր իսկ ստեղծած մարդու ձեռքով։ Այսօր մենք ոչ թե խոսում ենք Աստծո մասին, այլ կարծես Աստված է խաչի վրա խոսում մեր մասին, ասելով թե չգիտեք ինչ է կան։ Այսօր ամենքս կանգնած ենք Գողգոթայի բարձունքի դրության մեջ, որտեղ հնչում է ոչ թե օրհնյալ է, այլ արձագանքում է խաչի նրան աղմուկը։ Ու այդ աղմուկի մեջ առանձնանում է Աստծո լրությունը։ Եվ այսօր այդ լրության օրն է, տարվա մեջ այն օրը, երբ ամենքս առավել չափով կարիք ունենք լրելու։ Երբ խաչակ Քրիստոս մեր առջև Գողգոթայի բարձունքին ամեն ձայն անհետանում ու դառնում է լրություն։ Նույնիսկ այն աղմուկը, որ կա մեր կյանքում, շրջապատված է լրությամբ Աստվածային։ Այսօր հենց այդ լրությունն է թույլ տալիս մեզ գոյություն ունենալ։ Այդ լրության մեջ այնքան չասված խոսքեր, այնքան չասված աղոթք ու զղջում կա, որ մենք կցանկանայինք բարձրացնել, բայց հիմա այլևս կարևոր չէ։ Ամբողջ մեծ պահքի ընթացքում մենք հարցեր էինք տալիս, ինչ ուտել, ինչպես վարվել, ինչպես աղոթել։ Եվ այսօր հարցեր տալու կարիք չկա։ Պարզապես պետք է խաչի խորհրդի մեջ ներկա լինենք եւ այս խորհրդի մեջ զգանք ինքներս մեր ներկայությունը։ Այստեղ երկու մոտեցում կա։ Խաչի ստվերի մեջ թաքնված չնկատել ոչինչ, կամ նայել աշխարհի խաչից ճարակող լույսով։ Առաջին դեպքն այն է, երբ մեր դիտանկյունից ենք նայում Գողգոթայի խաչին։ Հետո նայում ենք մեր շուրջը մարդկանց, ովքեր ներկա էին խաչելության պահին, ոմանք այնտեղ ողբում են, ոմանք ուրախանում, ոմանք անտարբեր են, եւ նույնիսկ կան մարդիկ, ովքեր անդեմ են։ Եվ սա մեր աշխարհի ու մեր պատկերն է այսօր։ Երկրորդ մոտեցումը այն է, երբ ամբողջ աշխարհին ու մարդկանց նայում ես խաչի վրա կանգնված Քրիստոսի հայացքով։ Ու այդ հայացքի ներքո բոլորս նույնն ենք, բոլորս Աստծո զավակներ ենք։ Այդ հայացքի ներքո ողբացողը մխիթարվում է, ուրախացողը գիտակցում, անտարբերը ճանաչում, անդեմը իրեն է վերագրում։ Ու մենք հասկանում ենք, որ կա, որ Աստված մեր կողքին է ու այլևս հարցեր չկա, կա միայն լրություն։ Այս աշխարհում չկա մի բան, որ այդքան նման լինի Աստծուն, որքան լրությունը։ Աստծուն լսում ես այն պահին, երբ հասկանում ես, որ կարիք չունես իրենից ոչինչ խնդրելու։ Այդ լրության մեջ արքայության ճանապարհն է բացվում, որտեղ դու խաղաղ ես ու այդ խաղաղության մեջ ուրախություն կա, ուրախության մեջ է սեր։ Այդ սիրով է հաստատվում ամեն ճշմարտություն, որ մեր կյանքը պատկանում է Հիսուսին, ով այսօր մահացավ անունես։ Ժամանակակից մարդը այսօր դժվարությամբ է կանում խաչի Տիրոջ զոհաբերության խորհուրդը, որովհետև խաչը զրկանք է, իսկ այսօրվա մարդը փախ չունի դժվարությունից, փոխարենը փնտրելով հարմարավետություն, պարզունակ արժեքներ ու անտարբերություն, ու արդյունքում աշխարհը ծաղրում է մեղքը։ Եթե մենք ջնջում ենք մեր մեղքը հանուն մեր հարմարավետության, չենք նկատում մեր սխալները, ապա փակում ենք նաև ողորմության ու փրկության դռները։ Խաչը խոսում է այն լեզվով, որն աշխարհն այսօր կարծես մոռացել է, սիրո, արդարության, զոհաբերության ու նվիրումի լեզվով։ Տիրոջ խաչը սակայն շարունակում է այս համատարած խավարի մեջ կոչել. դու մեղավոր ես, բայց Աստված վճարել է քո փրկագինը։ Քո մեղքը մեծ է, բայց Աստծո սերն անսահման է։ Խաչը ոչ գիտական վարկած է, ոչ փիլիսոփայական գաղափար,
հոգևոր պատմություն, որը պատկանում է մեր կյանքը սիրով ու պատասխանատվությամբ ապրել։ Ինչը կրկին մենք մերժում ենք, արդյունքում սկսում ենք խաչից զատել դատապարտություն ու զրկանքների հանձնարարությունը, այն մեզ համար դարձնելով պարզապես գեղեցիկ մի խորհրդանիշ կամ սար։ Մարդիկ ուզում են Հիսուսի մեջ տեսնել հոգեբանի, բարոյական ուսուցչի, պահպանողի, հոգացողի, բայց ոչ երբեք փրկչի, ով վկայեց դու պետք է մեռնեիր, բայց ես մեռա քո փոխարեն։ Իսկ եթե խաչի խորհուրդը մեզ ցավ է պատճառում, գիտակցելով մեր մեղավոր ընթացքը, ուրեմն մենք ճիշտ ենք հասկացել դրա խորհուրդը։ Խաչը չի կարելի հարմարեցնել ժամանակի պահանջների, այլ ժամանակն է խոնարհում խաչի առաջ։ Եթե փորձենք ավելի պարզ ընդհանրել խաչի խորհուրդը, ապա պետք է առանձնացնենք միայն այս ճշմարտությունը, որը ամբողջ մեր կյանքի ընթացքին պիտի հիշենք. Տերը իմ փոխարեն մեռավ։ Այսուհանդերձ խաչը չի պատմում դաշնության մասին, այլ սիրո։ Աստված ոչ թե պահանջում է արյուն, այլ տալիս է իր արյունը մեր փրկության համար։ Սա ոչ միայն Հիսուսի մահվան մասին է, այլ մեր մահվան Հիսուսի մեջ, ու նոր կյանքի մասին է Հիսուսի հարության։ Խաչը միայն մեղքերի քավություն չէ, այլ նաև պայքար։ Այն անցյալում տեղի ունեցած իրադարձություն չէ, այլ ներկայում գործող սրություն, որը ընդգրկում է մեր առաքելությունը, որտեղ մեռնում է իմ մարդը, հարություն անում նորը։ Եվ այս ճանապարհին մեզ առաջնորդում է Աստծո զորությունը։ Երբ կյանքը դառնալու է, խավարը տիրապետող է դառնում, խաչի լույսը երբեք չի մանում։ Այն հիշեցնում է, թե խավարը հաղթեց Գողգոթայում միայն 3 օրով։ Ու այս դեպքում հասկանալի է, որ մեր դժվարություններն ու փորձություններն էլ անցողիկ են, իսկ հավիտենական կյանքը միշտ մեզանով առկա։ Խաչը մեզ տալիս է քաջություն խավարի միջով անցնելու, քանզի այդ նույն խավարի մեջ եղել է մեր Տերը, ով իր սիրով, արդարությամբ ու ողորմությամբ լուսավորեց մեր կյանքը հավիտենականության հույսով։ Եվ ահա այսօր այս խավարի լռության մեջ, երբ աշխարհը դեռ աղմկում է, թող մեր հոգում հաստատվի լուսավոր լռություն, որովհետև խաչը լռության մեջ է խոսում եւ լռության մեջ աղաղակում. Սա ես արեցի քեզ համար։ Ու եթե այս խոսքը մեզ համար իմաստ ունի, ուրեմն մենք իսկապես հասել ենք Գողգոթա, որտեղ Տերը խաչվեց, որպեսզի մենք ազատորեն ապրենք, եւ Տերը հարություն արավ, որպեսզի ապրենք սիրով, խոնարհությամբ ու քաջությամբ, հանուն իր փառքի, այժմ եւ միշտ եւ հավիտյան աստվածից։ Oh
Պահպանիչ և ույս հավատացելով Քրիստոս աստվածներ, վախյալ, պահպանյանը որդյա, հավատացյալ ժողովուրդս, որ գումարյալ են աստ, ընթովանյալ, սուրբ և պատվական, խաչիր գոյեղարության, հրկյա, ազատյա, երևելի և աներևույթ թշնամույթ, արժանավորյալ գողության փարավորելս քեզ, ընթոր և ընսուր փոքույթ, այժմ և միշտ և ավիդյան, ստավիտևից, ամեն։ Սիրելի, բարեպաշտ, հավատարիմ, հայրոշիկ։ Ո երից է մարդ, որ կեցե և ոչ մեղից է։ Ով կարող է լինել մարդ, որ ապրի և մեղ չգործի։ Աստվածաշնչի խոսքն է։ Չկա այդպիսի մարդ, չի եղել, չկա ու չի էլ լինել։ Բոլոր մարդիկ մեղք են գործում, առավել կամ նվազ չափ։ Տերը մեղք չի գործել, բայց մեր մեղքի համար դատապարտվեց մահվան և կամովի գերնական հայտնության սիրելով մարդուն եկավ, մարդու մեղքը վերցրեց վրա և խաչվեց, որպեսզի սրբի մարդու մեղքերը մկրտության խորհուրդը մեզ այդ ադամական մեղքից ազատում է, բայց հավատի հարցում մենք պետք է այս տարաժամին լինենք հետ Տիրոջ խաչապայտի վրա մենք պիտի զգանք այդ եթե քրիստոնյա ենք այսօր մատնվեց, դատվեց, չարչարվեց, խաչվեց մենք քրիստոնյա ենք այո այդպես է դա այո ուրեմն մենք պիտի զգանք անիշվոր մեր տերայրը Խորանից ասեց, որ մեր տեղը դատվում է, մեր տեղը խաչվում է, մեր տեղը մահանում է, մեր տեղը չաչարում։ Հիմա մենք, եթե դա չզգանք, մենք հարություն առնելու հնարավորություն չէ։ Դժոխքի միջով պիտի անցնենք և կյանք ստանանք պարգևած հարությամբ։ Մահվանս մահ կողյած և հարությամբ վյուրով մեզս կյանս պարգևյաց։ Հիսուս Քրիստոս։ Եթե այսօր մենք դա չզգանք, հարության ժառանգակից բաժնեկից չենք իր հետ։ Ուրեմն այս պահը, այսօր ամենալավ առիթն է, որտեսի մենք դա մեր միջով անցկացնենք, տառապանքը, չարչարանքը և վերանորոգենք մեր հավատքը։ Անթիվ անհամար անգամներ այս արարողությունը եղել է աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիներում։ Բայց այն մշտանորոգ, չսպառվող կյանքի աղբյուր է, խորհուրդ։ Ջուրը խմում ու չենք հագնում, նորից է պետք։ Ամեն անգամ օդը նույնպես հարության խորհուրդը առավել ևս։ Դա կյանքի խորհուրդն է, մահվան դեմ։ Հետևաբար այսօր մեր վերանորոգության ոմանք ապաշխարել են, սպասում են, երբ պետք է սուրբ հաղորդություն ստանան, ոմանք տգտել են, ոմանք քնում էին, ներողություն եմ խնդրում, նկատելու համար, ոմանք, բայց արթուն են հոգով, ոնց է հասկանում։ Մենք պետք է այսօր վերանորոգենք մեր ուխտը Աստծո հետ։ Վերանորոգենք, իջնելով դժոխքը,
որպեսզի կարողանան բարձրանալ։ Եթե մենք մեզ նեղություն չտանք, մենք հաղթել չենք կարող։ Դարաժամին իջնում ենք խավարի մեջ։ Եթե չիջնենք, դերել չենք բարձրանալու դեպի լույս։ Ես ձեզ մաղթում եմ հավատարիմ հայրենիք, հոգով տոկուն, լինել և պատրաստվել խավարից բարձրանալ ի լույս, վերանորոգենք մեր հավատքը, օրհնյալ եղերուկի շնորհացու փոքրուին, երկայ խաղաղությամբ և Տեր Հիսուս ելիցի ձեզ, տպես ընդամենեսյանսս։ Ամեն։